Դե ժողովուրդ ջան, արդեն մեր խմորը պատրաստ է, հիմա Ջուլիան կներկայացնի հաջորդ քայլը ինչ է անելու ու ոնց է պատրաստելու։ Ուրեմն սկսում ենք թխել մեր համեղ կուրասանները։ Խմորը տեղափոխել ենք Սարցախցի, առավոտյան դուրս եմ հանել խմորը։ Արդեն խմորը պատրաստ է թխման։ Ինքը նորից հետ է գալիս, շերտերը պահպանվել են եւ սկսում ենք թխել։ Հիմա պետք է գրտնակով բացենք խմորը եւ սկսենք թխել։ Ոչ մի տարբերություն չկա, խմորը անեք, նոր թխեք, թե տեղափոխեք Սարցախցիկ եւ սկսեք թխել։ Ուրեմն շատ քիչ ալյուր ենք ցանում, գրտնակով պետք է բացենք եւ սկսենք թխել։ Վերջ սկսում ենք գրտնակել խմորը։ Ինքը ոնց որ լավ արդեն փափկել է, չէ՞։ Հա, լավ, արդեն էլ սառույց չի ողջան ինքը։ Արդեն պատրաստ է գրտնակելու, ողջան մի քիչ ալյուր ցանես։ Ալյուր։ Վրենել։ Հա, մի քիչ ցանի ալյուր, ողջան, վերջ։ Հա, գրտնակով բացենք խմորը։ Ու մեր գեղեցիկ կուրասանները թխենք։ Էլի պետք է մեծ տես բացես, հա։ Հա, ողջան, այս մեկը մեծ կանենք, կուրասաններ, մյուսն էլ ուրիշ բայ, այս մեկը մոռացել ենք ստեղ, պարտադիր պետք է խմորը սառնարան տեղափոխենք։ Լավ, այս տեղափոխեմ։ Կուրասանների չափը կարող եք ինքներդ որոշել, մեծ եք ուզում անեք, փոքր եք ուզում անեք։ Բայց ո՞րն է սիրուն, մեծը թե փուջուրը։ Ես միջին չափն եմ սիրում, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր։ Դե հիմա բացատրի Ջուլ, ինչ գործողություններ ես կատարում։ Ուրեմն բացատրեմ, խմորը բացելուց հետո։ Ինքը պետքա լավ սառը լինի, չէ՞ Ջուլ, որ կարողանաս։ Դե ինչքան սառը լինի, ինքան ավելի լավ, որովհետև կարագը խմորի մեջ չի ներծծվում, ավելի շերտերը լավ է երևում։ Խմորը շատ բարակ չենք գրտնակում։ Եվ սկսում ենք կուրասանի տեսք տալ։ Դե չափերը արդեն ինքներդ որոշեք, կուզեք մեծ, կուզեք փոքր։ Մենք մեծ կուրասաններ ենք ստանալու։ Ուրեմն առաջինը թեքությամբ խմորը դեպի վերև, չէ՞ Ջուլ։ Դեպի վերև թեքությամբ, որպեսզի շերտերը երևա։ Նո, էսի էլի կթխենք, անպայման կօգտագործենք։ 4 մատ մեր չափ ենք անում եւ պետքա այստեղ բաց մինչեւ վերև։ Այսինքն այս ձևի բարձրանում ենք, զրոյացնում ենք խմորը։ Սա 1։ Հիմա հաջորդը նորից։ Արդեն շերտերն երևում է սիրուն։ Ունենք շերտեր։ Սիրուն երևում է։ 4 մատ ենք անում եւ պետքա մինչեւ 0 բարձրանանք։ Նորից 4 մատ եւ զրոյացնում ենք։ Եվ վերջի կտորը։ Մի քիչ թեք ստացվեց, ոչ։ Դե մի քիչ թեք շատ մեծ է լավ է տեսնում։ Մեկը հա շատ մեծ է։ Մի քիչ մեծ, չէ, կդրատի թեք սրա մի քիչ, որտեվ շատ մեծ է ինձ թվում է։ Մի քիչ վրազում եմ, ժողովուրդ ջան, բայց նա այդպես նորմալ է ջան։ ոչինչ։ Սա նորմալ է։ Դե ինձ թվում է տարբեր չափսերի մեր մոտ ստացվավ։ Համ մեծ, համ փոքր։ Որովհետև կլինեն մարդիկ, կասեն փոքր ենք մենք պատրաստում, ու համ փոքր տարբերակն ենք պատրաստում, համ մեծը։ Ողջան, որ խնդրեմ տապակը կփոխանցես մի հատ։ Անպայման։ Եվ սկսում ենք խատատել արդեն կուրասանները։ Կարը դեպի ներքև։ Եվ տեղափոխում ենք տապակի մեջ։ Շատ սիրուն տեսք ունի ջոյ։ Շատ սիրուն տեսք ունի։ Նորից մի քիչ գրտնակով բացում ենք։ Չէ՞, լստնեք։ Մեր օպերատորին է մարս տալի, սիրուն է, չէ՞։ Լավ նկարի։ Եվ սկսում ենք փաթաթել։ Ասում մեծ տարբերակներ։ Տարբեր չափերի ստացվեց մեզ մոտ։ Բայց շատ գեղեցիկ։ Բայց ասա որ ջուլ ինքը ոչ մի բանով չի տարբերում, որ խանութից որ ասենք կաֆեներից գնում ես, ինքը ոչ մի բանով չի տարբերում։ Դե հա ինքը հաջող խմոր է, ո՞ղ։ Հա։ Ճիշտ է, մի քիչ։ Եթե ջերմաստիճանը սառը պահենք, ո՞ղ, ավելի հաջող է ստացվում, քանի որ տունը շոգ է։
Շատ շուտ է սկսում հանել խմորը։ Բայց էլի հեսա վերջնական արդյունքը կտեսնենք։ Լավ, ես ինչ անեմ, որ քո մոտ չստացվի, ոնց խանգարեմ, որ քո մոտ մի քիչ չստացվի։ Հաստատ կստացվի, ինչ էլ անես, հողջան քո ձեռը որ կպնի, ավելի լավ է։ Հա, ես էլ ձյով։ Հա, լավ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես անես կանեմ, որ չուռի, չստացվի։ Հա։ Հաստատ ավելի լավ է։ Ավելի լավ կլինի, չէ՞ ջան։ Չէ, դե գիտես ինչ եմ ասում այդ ամեն ինչը ջան։ Մի քիչ դե որ քո մոտ ամեն ինչ ստացվում, մի քիչ այնց անեմ խանգարեմ, որ ասենք սխալներ անես։ Առաջի անգամ ունեի բաղադրատոմս կուրասանի, որ պատրաստեցի, էլի ինտերնետից էի վերցրել, չէր ստացվել իմ մոտ։ Հա։ Հա, ոչմել էլ է, տես որ մոտը չստացվի։ Հա, չգիտեմ, շատ վստահ բաղադրատոմս էր, որ հաստատ կստացվի, փորձեցի ու իմ մոտ չստացվեց։ Նորմալ եմ, հա։ Դրա համար, հա, ողջան, շատ լավ է։ Ուրեմն ձուն մեկ անգամ քսելու ենք, հենց լավ խմորը բարձրանա, նորից պետք է քսենք։ Այդ երկրորդ անգամ ինչի համար է։ Երկրորդ անգամ ողջան, որ քսում ես, փայլը ավելի շատ է լինում խմորի։ Իսկ ինքը ուռելու վրա չի ազդում էզո։ Չէ, չէ։ Չէ։ Հակառակ օգնում է։ Գեղև չի բռնի, ո՞վ։ Հա, փապկացնում է, հա, խմորը։ Չի թողա չորանա խմորը։ Չէ, իրոքի դե ես ասենք կաֆեներից որ գնում ենք ուտում ենք, ինքը ոչ մի բանով չի տարբերում։ Դե արդեն քանի անգամ պատրաստել եմ այս նույն բաղադրատոմսով։ Instagram-յան էջում էլ ունենք։ Շոկոլադն էլ ունի, չէ՞ ջան։ Հա, բայց շոկոլադին դուրս չեկավ, չգիտեմ խի։ Ինքը տեսքը շատ սիրուն է, բայց դասական տարբերակին չի հասնելու։ Դες թվում է հաջորդը երի միջուկով կպատրաստես։ Անպայման։ Անպայման միջուկով, տարբեր միջուկներով կարելի է պատրաստել մասերը, ձեռքով թեթև։ Ջուր, մեր մոտ 1 գնդից 6 հատ չէ ստացվավ։ Այո, ողջան, ընդհանուր 12 հատ մեծ է ստացվում, ով։ Ահա։ Էս էլ դե փափերը որոշեք ինքներդ արդեն։ Մեծ եք ուզում, փուչուր եք ուզում, հա։ Ես մեկներ սենց անենք, ով։ Տեսնենք ինչ կստացվի։ Կողքի մանր կտորներով։ Ինչ անեմ, սրա վրա էլ հա ձո ավելացնեմ ջուր։ Հա, ողջան։ Վրան է, սենց, հա։ Всё։ Ինձ էլ է հետաքրքիր։ Տեսնենք վերջում ինչ կստանանք։ Չէ, շատ գեղեցիկ է, լավ, ինձ թվում է սա ինքը կորը ավելի գեղեցիկ կլինի։ Դե ես էլ տնավարից լավ տեղադրեցի ժողովուրդ ջան, որ հավեսին ստացի։ Հա, ձու դրա վրա էլ պիտի ավելացնես ջուր։ Պոչիկի մասերը։ Հա։ Հուսարեց։ Բեր, դա էլ սիրուն կլինի։ Այ սենց մատ կասիշկա են, չէ՞, ասում ես։ Ես էլ եմ ջուր հաց պատրաստում, որ վախտը մենք էլ ենք այս կասիշկաներ պատրաստում։ Всё, չէ՞ ջուր։ Ապրես ողջան։ Դες էս ինչ լավ է ստացվում։ Դե ուրեմն ուղարկում ենք ջեռոց, բացադրի ինչ ոնց է պետք։ Ուրեմն նախորդ ջեռոցը 50 աստիճանի տակ տաքացրել եմ, անջատել եմ։ Անջատած ջեռոցի մեջ տեղափոխում ենք մինչև լավ բարձրանա։ Հենց բարձրանա մեկ հատել ենք ձու քսելու վրան եւ թխելու ենք 190 աստիճան կոնվեկցիայով վերև ներքև։ 30-ից 40 րոպե, մինչև լավ կարմրի։ Դե ինձ թվում է երկրորդ տարբերակը ցույց կտաս, թե ոնց է, թե ինձ թվում է տարբեր Ձուն ոնց քսենք անպայման։ Ցույց տանք։ Երկրորդ տարբերակը ցույց կտանք։ Ցույց կտանք։ Հիմա կբարձրանա ջուլ։ Բարձրանա երկրորդ տարբերակին կմիանանք ու ցույց կտանք ոնց է ձուն քսում։ Եղավ։ Գնացինք։ Դե ջուլ ներկայացրա, ոնց որ քո մոտ արդեն լավ ուռել է, չէ՞։ Լավ բարձրացել է, ողջան, կուրասանները երկրորդ անգամ էլ ենք ձու քսում եւ տեղափոխում ենք թխվելու արդեն։ Ջեռոց ենք Երևի բերում։ այսենց էլ ցույց տանք։ Ցույց կա շարժը, իրան թեթևությունը զգացվում է իրանց։ Լավ ձվով պատում ենք ամբողջ կողքերով։ Եվ տեղափոխում ենք թխելու ողջան։ Միջև կուրասանները էփեն, ես էլ մի հատ հավեսին սուրճ կպատրաստեմ, որ կուրասանները էփեն, մեր սուրճը վայելենք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել սուրճ։ Տարբեր գույների պետքա պատրաստենք։ Ամենաառաջինը ինչ ենք անում։ Ուրեմն
ավելացնում ենք ջուր, ավելացնում ենք շաքարավազ, եւ ավելացնում ենք լուծվող սուրճ։ Բավական է։ Եվ պետք է այս ձևի լավ հարվի, որ ինքը լավ փրփռի։ Բավական է։ Հիմա հաջորդ քայլը։ Ուրեմն կաթը այստեղ ենք դնում։ Ուրեմն սկսում ենք պատրաստել ջուլը, փոխանցի սառույցները։ Ուրեմն ամենաառաջինը ավելացնում ենք սառույց։ Կարելի է ձեռքով, որ ավելի հեշտ լինի։ Ուրեմն սառույցները ավելացնելուց հետո հարկավոր է ավելացնենք կաթ։ Հաջորդն ենք ավելացնում։ Րոպե։ Ջուլ սառույցները փոխանցի։ Չէ, տեղափոխում սառնալը, որովհետև շատ շոկ է։ Հա, շատ շոկ է, շուտ է հալում։ Դրա համար որ չհալի։ Բավական է մի հատ էլ թոքրել։ Այսպես բավական է։ Всё, արդեն էլ պետք չէ ջուլ։ Ուրեմն սառույցն ու կաթը ավելացնելուց հետո նոր սուրճը նորից էլի մի հատ հարում ենք։ Բավական է։ Եվ ավելացնում ենք սուրճը։ Այս ամբողջը չի, ժողովուրդ ջան։ Սա էլի գործողություն կա, որ պետքա կատարենք։ Ուրեմն մաքրեցի, բեր այսինքն սիրուն տեղադրենք այստեղ։ Հաջորդ գործողությունը։ Ուրեմն մաչա, ժողովուրդ ջան։ Բավական է։ Եվ ավելացնում ենք ջուր։ Այսպես մի հատ յան քթալի օգնությամբ մի հատ յան խառնում ենք։ Եվ պետքա յան էլի նույն ձևի։ Լավ յան պետքա որ հարենք, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա մեր մոտ արդեն պատրաստ է։ Ուրեմն հարելուց հետո վերցնում ենք սուրճը եւ յան պետքա որ ակուրատնի եւ քթալի օգնության յան պետքա հանգիստ այսպես ակուրատնի եւ վերջ։ Հիմա այս գեղեցկությունը այսպես սիրուն ցույց կտամ։ Եվ վերջ։ Հիմա մեր կուրասանները պատրաստ կլինեն եւ մենք մեր սուրճը կվայելենք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, վերջնական տեսքը հիմա մենք ձեզի կցույց տանք, մեր օպերատորը մանրակրկիտ կնկարը անի, ինչ ձևա մեր մոտ ստացվե, լստենայք այս գեղեցկությունը։ Լստենայք։ Հələ այս տարբերակը լա։ Հələ բայես մեկը մեկից լավ, լստենայք։ Գեղեցիկ, ոնց որ պետք է։ Իսկ մա Ջուլիան հեսա մեջտեղից կտրատի դանակով եւ
կտրվածն էլ ցույց կտանք, չէ՞ ջոյլ։ Իս ձևա մեր մոտ ստացվել։ Մենակ թխելուց իրար մոտիկ չդնեք, որովհետև ինքը շատ է բարձրանում, որպեսզի չկպնի։ Օրինակ իմը այստեղ պետքա չլինի։ Որը կտրեմ, որ Ջուլ, էսի երևի կտրատես, ես թվում է։ Օ, լրիվ շքեղություն։ Ընտեն մեկ իջ լավ, հավեսին ինքը էփելա։ Դե հիմա հեսա կփորձեմ ու կասեմ։ Չունեմ, շատ ընտիր է։ համեղա չէ։ Մարավեզ ջը։ Նաև կարակով բաղադրատոմս ունեմ, մի օր էլ կարակովը կկիսվենք ձեր հետ։ Ինքը հենց ձևա ոնց որ միջուկ կա մեջը։ Հա։ Շատ համեղա ջը։ Անուշարավ։ Ուրեմն այսպես մեծ խառնում ենք։ Շատ համեղա։ Ես էլ քեզ գողամ, իրոքից շատ համեղա որդո։ Դե ինձ թվում է Ժողովուրդ ջան, ամեն ինչը ցույց տվեցինք, չէ՞ ջու։ Էլի ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է։ Ծեմբոլի մեր երեխեքը շատ են սիրում այս տարբերակը։ Որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա պետք է երեխեքիս հետ նստենք, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։